Քաղաքացիներին էլ հարցրեք։ Քաղաքացիների հետ էլ ենք վաղ առավոտից այստեղ ենք, վաղ առավոտից չեք այսօրից այստեղ ենք, պարոն Պապյան, բայց կան նաև քաղաքացիներ, ովքեր քննադատության են ենթարկում, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ օրն է իրականացում այս տոնական միջոցառումը եւ ըստ էության նշում են, որ փորձում եք մոռացության տալ այն, ինչ մեր պատմությունն է։ Սխալ են այդ քաղաքացիները։ Սխալ են այդ քաղաքացիները այդպես կարճ։ Չէ՞ կարելի այդուհանդերձ այլ օր որոշել այդ։ Ինչն է փոխվելու։ Իսկ ինչն է փոխվելու։ Այս համար տարբերություն չկա, պարոն Պապյան։ Տարբերությունը նա է, որ 3 հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է, այսօր քաղաքացու օրն է։ Ներողություն եմ խնդրում։ Պարզեց ես 3 եղել եմ Ծիծեռնակաբերդում ու ոգեկոչել եք մեր հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այսօր էլ մեր ժողովրդի հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց հետ նշում եմ քաղաքացու օրը։ Այս է տարբերությունը։ Տարբերությունն է, որ մենք մեր ժողովրդին չենք ուզում բան անենք, ասենք, որ երբ որ պետքա ոգեկոչենք հիշատակը, հիշատակում ենք, երբ որ պետքա տոնենք հազարավոր մարդկանց հետ, տոնում ենք։ Պարոն Պապյան, 2015-ից հետո սա առաջին անգամն է, որ քաղաքացիական մեջ շփոթել է։ Դա գնահատականն է։ Օրինակ անցած տարի Ամեն տարի պետքա տարբեր կերպ նշենք, բայց ես կարծում եմ, ես կողմնակից եմ, որ միշտ ճոխ նշելու կողմնակից եմ, որովհետև եթե նկատում եք, այս փողոցը լեփլեցուն է։ Բա հիմա եթե երեկոյան 20-30 հազար մարդ հավաքվեց համերգին, բա այդ չարժե դա նշանակում է, որ նախորդ տարիներին պետք էր եւս նշել։ Այդքան բան։ Հայհարկե։ Եթե կարելի է որքան թե նկարի։ Տվեք ես նկարեմ, Հատիկ ջան։ Միացեք դեր հեռախոս։ Պարոն Պապյան, վերին լավ։ Միացեցի։ Ինչի հարց։ Վերին լավ որ խնդիրներ կային ավտոմեքենաների։ Բոլոր հարցերն են լուծվում։ Դուք խնդրեմը արձանագրում եք։ Հարցի լուծումը երբեք չեք արձանագրում։ Դրա համար է հարցի տալիս, պարոն Պապյան։ Если вот банан мазис. Պարոն Պապյան։ Ժողովուրդ ջան, թողեք ժողովրդի շփվել։ Ուրեմն կուսակցական եմ եղել 2 տարի, իսկ սկզբանե դիմում լավ։ Պարոն Պապյան, հիմա Վրաստանի սահմանու խնդիրներ ունեն բեռնատարների վարորդները։ Այս Թունյանին է ուղված։ Այս Մայրամն ազգային ժողովից, այս պատգամավորն եկե որ ասել է չի եղել, ոնց անենք շատ կարևոր։ Պարոն Թունյան, քաղաքացին ուզում է ձեր հետ Պարոն խնդրում եմ կազմակերպել Վրաստանի սահմանին, պարոն Պապյան, Վրաստանի հանդիպում։ Բայց հետևի կանենք, բայց համար տվեք ասեմ զանգի։ 10 անգամ հարցնում։ Համար կա։ Հեռախոս ունեք։ Հա, Գիտես ինչի, իմ հեռախոսի համար ես ասեմ գրեք, կարևոր բան է։ Ներողություն եմ խնդրում։ Հիմա ձեր համար այստեղ գրեք պարոն Թունյանին տամ 095 Կարակ գրեք։ Ես մոտը չի։ 095 01 61 17 Դրանը 1000 Պարոն Թունյան, անպայման ուզում եմ ձեզ հետ հանդիպել, ուզում եմ կապ հաստատել։ Պարոն Պապյան, ջերմուկ արտահանվում է Ռուսաստանում։ Այո,
Ինչ խնդիրներ էր առաջանում։ Ոչ մի խնդիր։ Ոչ մի խնդիր։ Բնականon Խնդիրներ միշտ առաջանում են միայն հայկական լրատվական միջոցներով։ Ուրիշտեղ երբեք ուրիշտեղ խնդիր չի առաջանում։ Ձերը դիմախոսները ինչ են ասում, որ այսքան գումար են ծախսում, քաղաքացիները մեծ շուկով նշում են, փորձում են մարդկանց մոտ հեղափոխության օրերի իստորիա համապատասխանել, որպեսզի կարողանան ազատ ռեյտինգը բարձրացնել եւ մարդիկ իրենց թվեն։ Բայց ինչ մեկնաբան։ Մեկնաբանությունում եք։ Ինչ եք այսքան պես շուկով, այսպես Որովհետև ժողովրդին դուր է գալիս սա։ Եթե այս փողոցում հազարավոր մարդիկ կա, դա նշանակում է ճիշտ են կարել։ Եթե երեկոյան 20-30 հազար մարդ հավաքվելու է ու հավաքվելու է համերգը լսելու, ուրեմն ճիշտ են կարել բա։ Այն ինչ որ ժողովրդին դուր է գալիս, այն ինչ որ ժողովրդի համար է, ուրեմն ճիշտ են կարել։ Եթե այդպես է, խնդրում եմ ձեր հայտարարությունը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ անպայման թող մեր իրավապահները հետևություններ անեն։ Ալալա, գյուղատնտեսության համար լավ բաներ եք անում, գերգերասան։ Մերսի շատ։ Եկեք այստեղ։ Ես կծանոթանամ այդ դուքերին, ամեն դեպ They consume